Ներկայացնել տեղեկատվություն մայրաքաղաքի վարչական տարածքում հասարակական կարգի պահպանության ծառայության գործառույթների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում ծառայության կողմից զանցանք թույլտված անձանց նկատմամբ կազմել են թվով 420 արձանագրություններ, որից թվով 77 արձանագրություն կառուցապատող օբյեկտներում շինարարական հրապարակների կազմակերպված կամ պատշաճ կազմակերպված լինելու վերաբերյալ, թվով 24 արձանագրություն շենքեր և շինություններ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցելու համար, թվով 8 արձանագրություն շենքեր և շինությունների ոչ նպատակային նշանակության օգտագործման համար, թվով 94 արձանագրություն ոչ սահմանված տեղերում առևտրի իրականացման համար, թվով 13 արձանագրություն ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի իրականացման համար, թվով 6 արձանագրություն հեղուկ վառելիքի վաճառքի իրականացման համար, թվով 3 արձանագրություն հանրային սննդի կազմակերպման համար, թվով 6 արձանագրություն սեզոնային հանրային սննդի կազմակերպման համար, թվով 3 արձանագրություն սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում ընդգրկված օբյեկտների շահագործելու համար, թվով 1 արձանագրություն տրանսպորտային միջոցներից վաճառք իրականացնելու համար, թվով 4 արձանագրություն լռության կանոնների խախտման համար, թվով 23 արձանագրություն պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելու համար, թվով 47 արձանագրություն պիտանիության ժամկետ անցած ապրանքների վաճառքի համար, թվով 10 արձանագրություն կառավարության կողմից սահմանված անհրաժեշտ ցուցանակներով առևտրային օբյեկտները չապահովելու համար, թվով 21 արձանագրություն չթույլատրված ապրանքների վաճառքի, մասնավորապես մինչև 50 միկրո հաստությամբ ունեցող պոլիէթիլենային տոպրակների վաճառքի համար, թվով 80 արձանագրություն անհրաժեշտ ապրանքների վաճառքի ժամանակ գնապիտակներով չապահովելու համար, կազմակերպել է մոտ 3 տոննա տարբեր տեսականի ապրանքների արգրաման գործընթաց, ներկայումս թվով 263 վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ իրականացում է համապատասխան վարչահարություն։ Նշված ժամանակահատվածում կազմակերպվել են թվով 3 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ, որից մեկը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության հետ համատեղ։ Անցկացնելու համեմատական նախորդ ժամանակահատվածի հետ համեմատ նշենք, որ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 8-ով։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Հասարակական կարգի պահպանության ծառայությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 2, Երևանի ավականու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի համար 48 նվորոշման շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ ոչ սահմանված վայրերում կայանված մեքենաներից, այդ թվում շահագործման համար ոչ պիտանի մեքենաներից ազատվելու ուղղությամբ, պարտադրել մասնավոր ընկերություններին իրենց օբյեկտների հարակից տարածքներում կառուցել մայթեր, բարեկարգել և զեկուցել։ Պարոն քաղաքապետ, հայտնում եմ, որ հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի ավականու 48 որոշմամբ սահմանված պահանջները չպահպանելու համար կազմվել են թվով 36 արձանագրություններ, որից 23-ը ծառայության կողմից, 5-ը Շենգավիթ վարչական շրջանի կողմից, 6-ը Քանաքերձեյթուն վարչական շրջանի կողմից, 2-ը Երևանու վարչական շրջանի կողմից։ Առանձին դեպքերում ծառայության եւ Շենգավիթ վարչական շրջանի կողմից իրականացում է համապատասխան վարչահարություն որոշմամբ սահմանված պահանջները չպահպանելու համար համապատասխան արձանագրություններ կազմելու ուղղությամբ։ Կազմակերպվել են նաև թվով 52 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախների եւ այլ ջարդոնների հատուկ տարածք տեղափոխելու միջոցառումներ։ Սուբյեկտներին իրազեկման գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոյան, մենք մի դեպք էլ ունենք, այսպես ասած, գողեգող հարակից տարածքներում տոմետապատման մի հատ խնդրեմ ներկայացնեք։ Պարոն քաղաքապետ, մենք երեկոյան ունեցանք մի հատ դեպք, երբ որ տնտեսվարողը որոշել էր իր դիմացի մայթի տարածքը բարեկարգել, չնայած ոչ սահմանված կարգով եւ առանց թույլտվության, այդ պատճառով կասեցվել է, տուգանվել է եւ եւս մեկ անգամ ուզում եմ հորդորել մեր տնտեսվարողներին եւ քաղաքացիներին միանշանակ ցանկացած աշխատանք կատարելիս շինարարական դիմել թույլտվության, ստանալ եւ նոր իրականացնել նման գործողություններ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոյան, կարծում եմ տնտեսվարողները որոշ դեպքերում մտածում են, որ մենք շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց դա այդպես չի, եւ նման բարեկարգման աշխատանքները, այո, պահանջում են համապատասխան թույլտվություններ, որոնք որ արդեն իսկ իրականացվում են էլեկտրոնային, բավականին պարզեցված տրամաբանությամբ եւ այստեղ կարեւոր է
ենթադրում եմ ինչի է տրամաբանությունը եղել արագ եւ առանց թույլտվության անելու, որովհետեւ ենթադրվում է, որ նմանատիպ ձևով մենք թույլ չենք տալու եւ Երևան քաղաքի կենտրոնում մենք արդեն բետոնի սալիկների փոխարեն նաեւ ենթադրվում է, որ պետք է քարի սալիկներ տեղադրվեն, համապատասխան արդեն ամեն փողոցում, այո, որոշված տրամաբանությանը եւ հետեւապես բոլոր տնտեսվարողներին խնդրում ենք հետեւել այս կարգին եւ բոլոր նմանատիպ դիմումների դեպքում մենք շատ արագ կարձագանքենք եւ կարծում եմ այդ process-ը այլևս քան բարդ չի, բավականին պարզ է։